Ջան, ինչպես դուք, այնպես էլ ես հունիսի 7-ը ծանր օր եմ համարում, որովհետև մենք տեսանք բազմաթիվ ընտրական խախտումներ, մեծից, միջին և մասշտաբային։ Մենք տեսանք, թե ինչպես կարող է գործադիր իշխանության ղեկավարը ընտրական գործընթացի ամենասկզբնական փուլում, երբ նոր հաշվարկն է տեղի ունենում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, հայտարարի արդեն իբրև արդյունքները ընտրության, իբրև արդյունքները քվեարկության։ Սա չտեսնված երևույթ է, որովհետև իդեպ լրագրողներից մեկը նաև ուղիղ հարց է տալիս և վերջինս չի կարողանում պատասխանել, թե քանի տոկոս է ի վերջո իր ուժը ստացել։ Իդեպ այդ ուժը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ այլևս չունի մեր հասարակության 50%-ի վստահությունը։ Այլևս նշված ուժը 50%-ից ներքև է իր աջակցության մասով։ Ժողովուրդ ջան, իրապես այն էմոցիան, այն ուշադրությունը, սրտացավությունը, որը դուք ցուցաբերեցիք, անչափ թանկ է, անչափ կարևոր է։ Անկեղծորեն այս առաջիկա օրերին, երբ բոլոր ընտրախախտումների հետ կապված տվյալները կհավաքագրվեն և քաղաքական որոշումները կկայացվեն հետագա գործունեության, խնդրելու եմ ձեզ միշտ առաջնորդվել դրականի կանխավարկածով։ Չնայած դա մեր իրականության մեջ շատ դժվար է, բայց մեր ազգի պատմությունը ինչով է չէ հետաքրքիր, որ մենք նույնիսկ ամենաբարդ, ամենադժվար իրավիճակները հաղթահարում ենք, երբ լինում ենք համախմբված։ Իսկ այդ պառակտումը, ի վերջո, որը բերել է այս իշխանությունը, պետք է իր ավարտը ունենա և կունենա։ Համոզված եմ դրանում։ Ձեզ լավ տրամադրություն, Աստված պահապան, ևս մեկ անգամ չափազանց շնորհակալ եմ, ժողովուրդ ջան։